օրինակ այն խոսում ենք, չէ, 18 թվական բան մի բան ասել, հիմա ուրիշ բան, չէ, կարող ասես 6 տարի անցել, բայց չէ, էս էլ խոմ հիմա նոր ասել, ասում եմ վարչապետը չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների եւ ոչ աղանդավորների։ Այսօր եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը իր ձևավորած նեղ շրջապատը ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Համընդ ասում եմ վարչապետը չբաժանի երկու մասի աղանդավոր ճար։ Հիմա բայց ինքը անում է։ Վարչապետը չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների եւ ոչ աղանդավորների։ Հիմա կասես դե լավ, միտեղ բլթցրել անցել է, բայց չես աստեղ էլ բուկվալն 3 էր թե այսօր էր ասում։ Կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատը աղանդավորներ են։ Հələ ես ուրիշ տեղերել եմ լսել, ինքը շատ ասել, որ Կտրիչ Ներսիսյանը աղանդավոր է։ Բաբերմիխ Կտրիչ Ներսիսյան չի քեզ համար, այ զիբիլի կատու։ Մենք Հիսուս Քրիստոսին իր եկեղեցում մենակ ենք թողել այդ հերձվածի հետ։ Եվ այսօրվա քայլարշավը նրա մասին է, որ մենք վերադարձել ենք, մենք եկել ենք եւ մենք այլևս մեր եկեղեցին եւ մեր եկեղեցու հոգեվոր սպասավորներին եւ մեր եկեղեցուն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողի։ Հələ սրիկան առաջ ժողովրդով էր, ժողովրդին էր ուզում փրկեր Սերժի ձեռներից, հիմա էլ Հիսուս Քրիստոսին ուզում փրկի Վեհափարի ձեռներից։ Համաձայն եք, որ առանց Նիկոլ Փաշինյանի Հիսուս Քրիստոսը միայնակ էր մնացել։ Չէ։ Ես չգիտեմ իր տրամաբանությունը, բայց Հիսուս Քրիստոսը տրամաբանությունը չկա, մեկը ինքը կա։ Իսկ ինքը իր տրամաբանությունից բան չի հասկանում։ Համաձայն եք, որ առանց Նիկոլ Փաշինյանի Հիսուս Քրիստոսը միայնակ էր մնացել։ Նիկոլ Փաշինյանը ինչ դեր ուներ այդտեղ։ Ինքը ներողություն է խնդրել, որ Հիսուս Քրիստոսին միայնակ էր թողել։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես պիտի չմոտենա Հիսուս Քրիստոսին։ Համաձայն եք, որ առանց Նիկոլ Փաշինյանի Հիսուս Քրիստոսը միայնակ էր մնացել։ Ինքը ասում, ներողություն է խնդրել։ Իրան հարցրու, իրան։ Դե Հիսուս Քրիստոսը ոնց կան հենց է մնալու, գարեգինը։ Ապշե պետք է Նիկոլին արգելել Հիսուս Քրիստոսի անունը տալ,